Եվրամեդիա 24-ը շարունակում է իր աշխատանքը, ողջունում եմ հարգելի հեռուստադիտողներ։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել եմ Իրանի հարցերով փորձագետ Արամ Շահնազարյանին։ Բարև ձեզ, պարոն Շահնազարյան։ Շնորհակալություն, որ եկաք։ Պարոն Շահնազարյան, թերևս սկսենք իրադարձային նորություններից։ Այսօր արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ Իսրայելը փորձում է Միացյալ Նահանգների իշխանություններին, վարչակազմին համոզել, որ դեպի Իրան ավելի լայնամասշտաբ ռազմական գործողություններ հրահրի, սկսի եւ այլն։ Այս մասով ձեր կարծիքը, որն է նպատակը եւ արդյոք նմանատիպ միտումներ դուք տեսնում եք եւ առնվազն այսօրվա դրությամբ ինչ իրողություններ են ի հայտ գալիս։ Ես պետք է նշեմ, որ տարբեր հարցազրույցներում առիթ եմ ունեցել ասել, որ մենք գործ ունենք չավարտված պատերազմի հետ։ Մի պատերազմ, որը բացարձակապես չէր ավարտվել, այդ փխրուն հրադադարը, որ 40-օրյա պատերազմից հետո հաստատվեց, հետո այդ իբր փոխըմբռնման հուշագիրը, որը ստորագրվեց, դրանից հետո կարճ դադարը եւ հիմա ռազմական գործողությունները, որ սկսվեցին, այդ ընթացքը, այդ դադարի ընթացքը չէր նշանակում, որ պատերազմն ավարտվել է, սկսվել է բանակցային գործընթաց, որը 2 ամիս հետո հասնելու է, այսպես կոչված, իր տրամաբանական ավարտին, ոչ բացարձակապես այդպես չէ։ Ակնհայտ է, որ մենք գործ ունենք չավարտված պատերազմի հետ, որի վերսկսելու հնարավորությունը շատ ավելի բարձր էր, քան համաձայնության հասնելու։ Տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ կային նման ենթադրություններ անելու համար եւ կարեւոր գործոններից մեկը, որը ստիպում է Իրանի փորձագետներին, փորձագիտական շրջանակներին հուշել, զգուշացնել, որ այս պատերազմը կարող է ցանկացած վարկյանի սկսել կրկին, դա հենց Իսրայելի գործոնն էր։ Այդ կարևոր գործոններից, որ կային, դրանցից այսպես ես կասեի, ակնառուներից մեկը Իսրայելի գործոնն էր, որովհետև հիմա Իրանը եւ Իսրայելը հակամարտությունը իրենց սովորական դասական հակամարտություն չէ, դա գոյաբանական պատերազմ է, գոյաբանական կռիվ է երկու կողմերի համար էլ։ Իսրայելը հատեց բոլոր սահմանները, սկսելով թերևս 12-օրյա պատերազմը եւ դրանից հետո այն ահաբեկչական գործողությունները, որոնք ձեռնարկում էր Իրանի գիտական շրջանակների, ռազմական շրջանակների, քաղաքական գործիչների դեմ, դրանք Իրան-Իսրայել հակամարտությունը մտցրեցին արդեն ամբողջովին բացահայտ գոյաբանական պայքարի փուլ։ Եվ Իսրայելում շատ լավ գիտակցում են, որ թե 12-օրյա պատերազմին, թե դրանից հետո հունվար ամսին տեղի ունեցած անկարգությունների, թե 40-օրյա պատերազմից հետո ոչ միայն չեն կարողացել հասնել իրենց նպատակներին, այլև ընդհակառակը Իրանը շատ ավելի հզորացած է դուրս եկել, ստացել է ռազմավարական բացահայտ առավելություն ողջ տարածաշրջանում։ Նաև Հորմուզի նեղուցը։ Այո, Հորմուզի նեղուցի շնորհիվ դա ամենակարևոր գործոնն է։ Եվ սա ընդունելի չէ Իսրայելի համար, բնականաբար չի կարող հանդուրժել Միացյալ Նահանգների համար ըստ էության։ Միացյալ Նահանգների համար եւս, բայց այս մեր հարցի դեպքում կոնկրետ Իսրայելի համար եւ շատ լավ գիտի, որ այն հարվածներից հետո որ ստացել է եւ այս իրավիճակը, որ գոյություն ունի, եթե սա շարունակվի, եթե Միացյալ Նահանգները Իրան այնուամենայնիվ հասնեն որոշակի համաձայնության, ես շեշտում եմ որոշակի համաձայնություն, որովհետեւ երբեք ներկայդրությամբ հնարավոր չէ մի համաձայնություն հասնել, որը վերջնականապես գլուծի երկու կողմերի միջև գոյություն ունեցող տարաձայնություններ։ Այդ դեպքում Իսրայելը լինելու է ամենամեծ տուժողը, այդ ամբողջից ամենամեծ տուժողը։ Եվ սա շատ բնական է, որ ամեն քայլ ձեռնարկում է Իսրայելը, որպեսզի այս պատերազմը իր շարունակությունը գտնի, Միացյալ Նահանգները սկսի հարվածել Իրանին, այս հարվածները, որոնք տեղի են ունենում հիմա, տեղափոխվեն շատ ավելի լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընդհուպ մինչև ցամաքային ռազմական գործողություն, այսինքն Միացյալ Նահանգները փորձի օգտագործել ցամաքային ուժ, այն ինչ որ փորձագետները հիմա ռազմական զգուշացնում են, հնարավոր է Իրանի Պարսից ծոցում գտնվող կղզիների, այսպես կոչված բռնազավթումը կամ թեկուզ Իրանի բուն տարածք ցամաքային զորքեր մտցնելը, ներխուժումը։ Եվ ինքը մարտավարական քայլ է արել, մի կողմ է քաշվել, չի մասնակցում ռազմական գործողություններին, որպեսզի հնարավորինս հեռու մնա հարվածներից, եւ այդ առաջին պլան է մղել Միացյալ Նահանգներին։ Հիմա մենք գործ ունենք այս տիպի իրադարձությունների հետ։ Կարող ենք ասել, որ բզում է մեղվի բունը, հա? Այո։ Ժողովրդի լեզվով ասած։ Այո։ Եվ ինչի կհանգեցնի սա։ Ես կարծում եմ,
տեսանելի ապագայում, այսինքն տեսանելի, որ ասում եմ, այս պատերազմի դեպքում մենք կարող ենք խոսել 2 շաբաթ, մաքսիմում 3 շաբաթ կտրվածքով, որովհետև նախորդ 2 պատերազմներն, մանավանդ 40-օրյա պատերազմը մեզ ցույց տվեց, որ իրադարձությունները կարող են լինել չափազանց անակնկալ։ Մեկ օրում կարող է 2 տարբեր իրադարձություն տեղի ունենալ։ Դեռևս մենք ցամաքային, այսինքն լայնամասշտաբ ռազմական գործողությունների ականատեսը չենք լինի։ Այնինչ որ տեղի է ունենում այս պահի դրությամբ եւ որի մասին խոսում են ռազմական փորձագետները, իրանական հենց ռազմական փորձագետներին ես հղում կանեմ, նաեւ որոշակի արևմտյան նմանատիպ փորձագիտական շրջանակներ, դա է որ Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերի հարվածները դրանք նպատակային են, նպատակ ունեն չեզոքացնել Պարսից ծոցի երկայնքով Իրանի ռազմավարական ներուժը, նպատակ ունեն ոչնչացնել ենթակառուցվածքները, որոնք այսպես կոչված մատակարարում են այս ռազմական բազաներին, այն ենթակառուցվածքները, որոնք ապահովում են կապը երկրի հյուսիսային շրջանների հետ, այդ բոլորը չեզոքացնել, հնարավորինս Իրանի ներուժը հասցնել նվազագույնի եւ հետո անհրաժեշտության դեպքում, եթե իրանց պլանների մեջ կա ցամաքային գործողություն, անցնեն դրան։ Լավ, այդ դեպքում Սա տեսություն է, իմիջիայլոց ասեմ, դեռ հստակ փաստ չէ, բայց գործողությունները դա են ցույց տալիս։ Հետաքրքիր է նաև այս հուշագիրը ի սկզբանե ունեցել է երկարաժամկետ ռազմավարական նպատակ, թե ավելի կարճաժամկետ, եւ ի վերջո անցան ընդամենը մի քանի օր եւ տեսանք, որ սկսեցին էլի ռազմական գործողությունները։ Ինչու չպահպանվեց, ինչու երկարաժամկետ չձգվեց, հա, այս հուշագիրը։ Ակնհայտ էր, որ երկարաժամկետ չի ձգվելու, ակնհայտ էր, ես անձամբ ինքս կասկած չունեի, որ սա երկարաժամկետ պայմանավորվածություն չի կարող լինել մի քանի պատճառներով։ Նախ փորձը ցույց էր տվել, որ Թրամփի վարչակարգը, ընդհանրապես Միացյալ Նահանգները Իրանի հետ հարաբերություններում այս վերջին, ես կասեի, ընդամենը 10-15 տարվա կտրվածքով եւ մասնավորապես Թրամփի վարչակազմը հավատարիմ չէ այն գործընթացներին, որը սկսում է դիվանագիտական գործընթացներին, հավատարիմ չէ դիվանագիտությանը։ Մենք չմոռանանք 2 անգամ երկու կողմերը բանակցային գործընթացում էին, 2 անգամ խոսվում էր այն մասի, որ շատ մոտ են համաձայնության եւ Միացյալ Նահանգները խախտեց եւ սկսեց ռազմական գործողություններ։ Այնպես որ այս պարագան եւս չէր կարող բացառություն լինել։ Դրանից բացի գոյություն ուներ մի շատ կարեւոր հանգամանք։ Եթե մենք այդ ստորագրված, այսպես կոչված հուշագիրը ուսումնասիրում ենք, այդ 14 կետերը, որ նշված էր, դրանք բոլորը Իրանի կողմից էր։ Այսինքն Միացյալ Նահանգները սրա արդյունքում փորձ էր առնում վերադառնալ ընդհանրապես միայն նախապատերազմյան ժամանակաշրջանին։ Եվ սա դե ֆակտո Միացյալ Նահանգների ձախողումն էր, եթե ավելի կոպիտ չասենք պարտությունը, եւ սա դե ֆակտո ամրագրում էր Իրանի ռազմավարական առավելությունը, որը ձեռք է բերել այս պատերազմի ընթացքում։ Նաև հաղթանակը։ Նաև հաղթանակը ինչ որտեղ, որովհետև եթե դու թույլ չես տալիս 21-րդ դարի պատերազմներում, այնպես չի որ դու պիտի անպայման պարտության մատնես ջախջախես քո հակառակորդին, եթե դու թույլ չես տալիս հակառակորդդ հասնի իր սահմանած նախնական կամ երկրորդական նպատակներին, եթե դու պատերազմի ընթացքում այնուամենայնիվ ստանում ես որոշակի ռազմավարական առավելություն, դա նշանակում է, որ դե ֆակտո դու հաղթած ես դուրս եկել այս պատերազմից։ Եվ բնական է, որ ոչ Միացյալ Նահանգների վարչակազմը եւ ոչ այստեղ կարևոր գործոն գոյություն ունի, դա նախագահ Թրամփի անձնական, այսպես տվյալներն են, հոգեբանական տվյալներն են, չէին կարող հանդուրժել դա, որովհետեւ այս մարդը առիթ եմ ունեցել նշել ունի քաուբոյի բնավորություն, առանձնահատկություն, ես հաղթող եմ, ես ամենաուժեղն եմ, ես պետք է հաղթանակած դուրս գամ, եւ դա տեղի չէր ունենալու, դա նշանակում է Միացյալ Նահանգների պարտություն եւ Իսրայելի գործոնը, որի մասին մենք խոսեցինք արդեն, դա եւս գոյություն ուներ, որ Իսրայելը միանշանակ էր, որ թույլ չէր տալու, որպեսզի այս ստատուս քվոն, որը հաստատվել է, պահպանվի եւ հետո այս ստատուս քվոն ամբողջությամբ կամ որոշակիորեն ամրագրվի ինչ որ համաձայնագրի միջոցով կողմերի միջև։
Պարոն Շահնազարյան, տեսնում ենք, որ առնվազն հուշագիրը չի չեղարկվել, բայց շարունակվում են ռազմական գործողությունները։ Այս ամենի համատեքստում ինչ է ստացվում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչպիսի ռազմական շահ է հետապնդում հուշագրի ստորագրումից հետո նմանատիպ ռազմական գործողությունները շարունակելու միջոցով։ Նախ ես պետք է նշեմ, որ դե ֆակտո այս հուշագիրը չի աշխատում, չեղարկված պետք է համարել։ Նախ այդ մասին Թրամփը հայտարարեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիայում, սա շատ կարևոր հանգամանք է, որը պետք է նկատի ունենք, ՆԱՏՕ-ի գագաթնաժողով Թուրքիա։ Այդտեղ հայտարարեց ինքը, որ չեղարկված է, այլևս ոչինչ է այս համաձայնությունը, նախնական այսպես հուշագիրը, իսկ հետո Իրանը տարբեր մակարդակներով հայտարարել է, որ մեր տեսանկյունից այլևս չաշխատող փաստաթուղթ է սա։ Ինչ նպատակ է հետապնդում Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգների նպատակը մի բան է՝ Իրանին հասցնել այն կետի, որը այն թուլացած կետի, որը կստիպի Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ, այս անգամ Միացյալ Նահանգների պայմաններով։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Այս ռազմական գործողությունները երկու նպատակ են հետապնդում։ Մեկը Իրանի ենթակառուցվածքային առումով կազմաքանդումը ներկայությամբ, երկրորդը, որ շատ կարևոր հանգամանք է եւ չպետք է աչքաթող անենք, դա հոգեբանական այսպես կոչված ասպեկտն է, հոգեբանական կողմն է, ճնշում բանակցնել ընդհանրապես իրանական հասարակության վրա, որպեսզի իրանական հասարակությունը հասնի այն կետին, որ ասի եղբայր, ես պատերազմ այլևս չեմ ուզում։ Սա ի դեպ գնում է սոցիալական ցանցերով, տարբեր լրատվական միջոցներով, որոնք ենթակային արևմուտքին փորձում են սա մտցնել ոչ պատերազմի, մենք պատերազմ չենք ուզում, որովհետև իրենք ունեն արդեն 40-օրյա պատերազմի փորձը, երբ իրանական հասարակությունը մի անգամից բռունցք դարձավ, մի կողմ թողեց ամեն ինչ եւ կենտրոնացավ մեկ առանցքի շուրջ հաղթել պատերազմը։ Իշխանափոխություն տեղի կունենա, բայց տեսանք ընդհակառակ, այսինքն որքան էլ փորձում են, որ արևմուտքից եւ ամենատարբեր օղակներից փորձում են ճնշել իրանական հասարակությանը, տեսնում ենք, թե որքան մի բռունցք են դառնում եւ կանգնում են ոչ միայն նախագահի կողքին, այլև հոգեվոր, ուրեմն առաջնորդի կողքին ու շարունակում են իրենց ուրեմն հաջողությունը ցույց տալ նրանց։ Այո, որովհետեւ ես կասեի հիմա ներկայդրությամբ, թե արևմուտքում մասնավորապես Միացյալ Նահանգներում եւ Թրամփի ամենանեղ շրջապատում բացարձակապես սխալ պատկերացում ունեն իրանական հասարակության մասին։ Իրենք չեն ճանաչում իրանական ժողովրդի հոգեբանությունը, իրանցիների հոգեբանությունը, իրանական քաղաքակրթության խորքը, այնինչ որ գոյություն ունի, պատմությունը, թե ինչպես է վարվել իրանցի ժողովուրդը այսպես ճգնաժամային պահերին, ինչպես է վարվել նա, ինչ վարք է դրսևորել, ինչ նշանակություն ունի կրոնը, իսլամը եւ մանավանդ շիիզմը իրանական հասարակության համար, ինչ շաղախի դեր է կատարում հասարակությանը հավաքելու, հոգեվոր առաջնորդը ինքը ինչ նշանակություն ունի, միգուցե դժգոհությունները շատ մեծ լինեն, միգուցե անգամ հասարակության մի լայն զանգվածը, հենց այդ զանգվածը, որ 40-օրյա պատերազմի ընթացքում փողոցում էր ու հիմա արդեն 140 օր է շարունակում է մնալ փողոցում։ Այնպես չի, որ սա մոնոտոն քաղաքական հայացքներ ունեցող մոնոլիտ է սա, քաղաքականություն մոնոլիտ հայացքներ ունեցող զանգվածը, ոչ, այդտեղական շատ դժգոհներ, բայց այդ որ դու գիտակցես, որ հոգևոր առաջնորդը, սա արևմտյան համակարգը չէ, կամ մեկ այլ համակարգ, հիմա արևմտյան չասեմ, երևի սխալ զուգահեռ անցկացրեցի, հենց արևելյան, հենց արաբական երկրների շատ պետություններ, որոնց ականատեսը եղանք, գլուխը վերցնում ես, գլխատում ես համակարգը փլուզում է, հասարակությունը փլուզում է, ոչ սա դա չէ։ Դու եթե հոգևոր առաջնորդին դարձնում ես թիրախ, հոգևոր առաջնորդը դառնում է նահատակ, ինքը գիտակցված գնում է դրան։ Առաջնորդը գիտակցված էր գնաց, այնպես չէ, որ առաջնորդը չէ կարող այնպիսի անվտանգային միջոցներ կիրառել, հրահանգեր այնպիսի անվտանգային միջոցներ կիրառեին, որ ոչ ոքի ձեռքը չհասներ իրեն։ Այսինքն զոհեց իրեն, ամենայն զոհեց իրեն, ամենայն պատասխանատվությամբ ես ասում եմ, նա գիտակցելով, թե ինչ կպատահի, զոհվեց 86 տարեկան հոգևոր առաջնորդ, փիլիսոփա իրականության մեջ, բացի հոգևորական նաև փիլիսոփա, քաղաքական գործիչ, աշխարհի ամենաբարդ եւ ամենավտանգավոր պաշտոններից մեկն է Իրանի հոգևոր առաջնորդ լինելը։ Շատ բարդ եւ շատ վտանգավոր իմիջայլոց արդեն այս պահին։
պարտականություն է նա այդ բոլորը գիտակցելով գնաց այդ քայլին, թույլ չտվեց, որպեսզի իր համար այդ անվտանգային միջոցները ձեռնարկեն եւ իր նահատակությունը պատերազմի առաջին օրը դարձավ խթան հասարակության անգամ այն զանգվածը, որոնք քննադատում էին, որոնք մեղադրում էին հենց իրեն երկրի տարբեր խնդիրների համար մեղադրում էին իրեն, ուղղված էր քաղաքականությունը իրեն էր ուղղված, այդ բոլորը միանգամից կենտրոնացան մի առանցքի շուրջ։ Պարոն Շահնազարյան, չեմ կարող նաև չհարցնել, թե տարածաշրջանում ինչ իրողություններ կփոխվեն, մասնավորապես Հարավային Կովկասում, մեր տարածաշրջանում ասնե խոսքս, այ ինչ իրողություններ կփոխվեն, եթե հանկարծ Աստված մի արասե, բայց ռազմական գործողությունները շարունակվեն եւ նոր օբյեկտներ, նոր շրջանակներ ուրեմն վերցնեն։ Հարավային Կովկասը այլևս առանձնացված մենք չենք կարող դիտարկել, դա մանկամտություն է, եթե մենք պատկերացնենք, թե մեր անմիջական սահմաններին, Հայաստանի Հանրապետության անմիջական սահմաններին, ասենք Հարավային Կովկասի անմիջական սահմաններին տեղի է ունենում պատերազմական լայնամասշտաբ գործողություններ, որտեղ ներգրաված է աշխարհի թիվ 1 գերտերությունը, նրա դաշնակիցը, միջուկային դաշնակիցը Իսրայելը եւ տարածաշրջանի գերտերություններից մեկը։ Բնականաբար դա իր ազդեցությունը ուղղակի թե անուղղակի թողնելու է Հարավային Կովկասի վրա։ Եթե ռազմական գործողությունները այնուամենայնիվ ծավալվեն եւ մասշտաբը մեծանա եւ եթե Ադրբեջանի գործոնը այստեղ շատ կարեւոր է, Ադրբեջանի գործոնը, եթե արևմտյան կողմին Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին հաջողվի այս անգամ Ադրբեջանին ուղղակիորեն ներքաշել այս գործողությունների մեջ, մենք գիտենք, որ Ադրբեջանը անուղղակի հարթակ է հանդիսացել գործողությունների համար, դա Իրանում եւս լավ գիտակցում են, ուղղակի կամ անուղղակի զգուշացրել են։ Այդ դեպքում մենք լրիվ այլ իրականության հետ գործ կունենանք, այսինքն պատերազմը կծավալվի դեպի Հարավային Կովկաս, կոնկրետ Ադրբեջան եւ այլ ամբողջովին այլ տրամաբանություն կստանա։ Այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա, եթե Իրանը սկսի թուլանալ այս պատերազմի ընթացքում, ապա մենք պետք է լրջորեն մտածենք այն հնարավորության մասին, որ Ադրբեջանը եւ Թուրքիան կարող են օգտագործել առիթը Հայաստանում ռազմական գործողություններ սկսելու, այսինքն այն տարիների նպատակը, որ ունեցել են, երազանքը, որ ունեցել են Սյունիքի բռնազավթումը, Հայաստանի հարավային տարածքի բռնազավթումը եւ խնդիրը, որոնք իրենց արժեվ դրված է, դա վերջնականապես լուծելը, դա ամբողջովին իրատեսական սցենար կարող է համարվել։ Երբ պետք է մենք շատ Հայաստանը պետք է չափազանց զգուշավոր, չափազանց խոհեմ մոտենա այս ամեն ինչին, գիտակցի այս վտանգը, ինչ սցենարներ կարող են լինել եւ ինչպես պետք է վարվել այդ սցենարների դեպքում։ Վերջին շրջանում շատ է շահարկվում նաև թրիփի թեման։ Այ Իրանը թույլ կտա, որպեսզի իրագործվի թրիփի համաձայնագիրը Հայաստանի Հանրապետությունում եւ Հարավային Կովկասում առհասարակ։ Իրանը կարևոր խաղացողներից մեկն է եւ թրիփը շատ կարևոր է։ Մենք չմոռանանք հենց դեսպան Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի վերջին հայտարարությունը թրիփի հետ կապված զգուշացումը, շատ բաց տեքստով զգուշացնել այդ մասին։ Նաև դրա մասին խոսել էր Փեզեշքյանը, Նիկոլ Փաշինյանը դատի խոսել, տարբեր մակարդակներով խոսել են, չեն թաքցնում, որ լուրջ վերապահումներ ունեն, չեն թաքցնում, որ ինչ բնույթ է իրենց տեսակետից իրականում եւ իրականում այդպես է, մենք բոլորս էլ գիտենք, թե ինչ բնույթի նախագիծ է դա, տնտեսական ասպեկտը փորձում են անընդհատ հրամցնել հանրությանը, առաջին պլան մղել, բայց իրականում դա հենց նույն Զանգեզուրի միջանցքն է շպարված, գեղեցկացված, բանտիկով էսպես փակված, մատուցված։ Ուրիշ անվան ներքո Միացյալ Նահանգների կողմից մատուցվող։ Իրանը բնականաբար արձագանքելու է դրան, բայց խոսել այն մասին, թե Իրանը կկանխի դրա իրականացումը, ես կարծում եմ, որ մի քիչ չափազանցված կլինի, որովհետև դա միայն Իրանով պայմանավորված չէ, պետք է հաշվի առնենք։ Վերջի վերջո Իրանի ռազմավարական հնարավորությունները եւս ունեն իրենց սահմանը։ Իրանը եւս ունի իր առաջնահերթությունները, այնպես չէ, որ եթե ցանկանա կանխել այդ նախագիծը, որում ուղղակի կամ անուղղակի ներգրաված է ողջ արևմտյան աշխարհը, ներգրաված է թուրքական աշխարհը, ներգրաված է անուղղակի ես կասեի Իսրայելը, Իրանը կարող է մեկ հարվածով կամ իր կամքը թելադրելով կասեցնել դա։ Ոչ, բայց
ես չեմ կասկածում անհրաժեշտության դեպքում, եթե Իրանը մանավանդ զբաղված չլինի այլ ճակատներով, որտեղ սա շատ կարևոր հանգամանք է։ Այսինքն հնարավոր է համարում, որ Հայաստանում կստեղծվի պատերազմի երկրորդ ճակատը։ Ինչ առումով։ Այսինքն, որ պատերազմը տեղափոխվի նաև Հայաստանի Հանրապետության սահմաններ։ Եթե տարածաշրջանը պատերազմական իրավիճակում է գտնվում եւ եթե պատերազմի ծավալները ընդլայնվում են, դու չես կարող ասել, ես այն կղզիակն եմ, ես Շվեյցարիան եմ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Չէ, Հարավային Կովկասում երբեք եւ այս մեծ մերձավոր արևելքում, որի մի մասնիկն է Հարավային Կովկասը, նման բանի մասին խոսելը պարզամտություն է, անիմաստ է։ Եթե այդ մասշտաբներով ծավալվի, որը թրիփին իմիջիայլոց կապ չի ունենալու, թրիփը ընդհանրապես մի գործոն է, որը դեռևս կյանքի էլ չի կոչվել, փորձում են կյանքի կոչել, փորձում են կյանքի կոչել, այդ դեպքում այո, կարող է Հայաստանը եւս ներքաշվել։ Տրամաբանական է դա, որ Հայաստանը կարող է ներքաշվել, եթե դու ճիշտ քաղաքականություն չես վարում, եթե չգիտես որն է քո անվտանգային առաջնահերթությունը, որն է շահը, ինչպես պիտի վարվես, եթե չունես համապատասխան գործիքակազմ այդ բոլորին արձագանքելու համար, բնականաբար կներքաշվես ու կտուժես։ Վերադառնալով Ամերիկա-Իրան պատերազմի մասով, կարող ենք ասել, որ սա այլևս միայն երկու երկրների միջև տեղի ունեցող պատերազմ չէ, այլ ավելի մեծ ճակատներ կարող են ներգրավել եւ արդեն ներգրաված են, սա միայն Իրանի Իսլամական Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ պլյուս Իսրայել պատերազմ չէ, այստեղ ուղղակիորեն արդեն ներգրաված են Պարսից ծոցի արաբական երկրները, որոնց տարածքը օգտագործվում է Իրանին հարվածելու համար, ուղղակիորեն ներգրաված է Իրաքը, Հորդանանը, Լիբանանը, որոնք ներգրաված են, անուղղակի դերակատարություն ունեն Պակիստանը եւ Թուրքիան, մանավանդ Պակիստանը, որ գլխավոր միջնորդն է, Թուրքիան, որը փորձում է միջնորդի դեր կատարել եւ ըստ իր սովորությանը պղտոր ջրից ձուկ որսալ, ներգրաված են անուղղակիորեն, անուղղակին այս դեպքում շատ հարաբերական է Ռուսաստանի Դաշնությունը եւ Չինաստանը, նորից կրկնեմ անուղղակին չափազանց հարաբերական է Արևմուտքը, Եվրամիությունը ներգրաված են այս պատերազմում, սա բազմաճակատ, բազմաբևեռ պատերազմ է, որը տեղի է ունենում եւ եթե մենք երրորդ փուլը նույն ծավալներով կամ ավելի ընդլայնված ծավալներով սկսվի, ես մեծ հավանականություն կտայի, որ այս կողմերից մանավանդ արևմտյան կողմը կարող է ուղղակիորեն ներգրավվի այս պատերազմում։ Սա ամենավատ սցենարն է, որը կանխատեսում եք։ Ամենավատերից մեկը կարող է ավելի վատ լինել։ Օրինակ, որը կլինի ամենավատ սցենարը։ Ավելի վատ սցենարը այն կլինի, որ այնուամենայնիվ Թրամփի վարչակազմը իր գլխավորությամբ եւ Իսրայելը փորձեն, որտեղ սա տեսականորեն հնարավոր է եւ բազմիցս խոսվել է այդ մասին, ծայրահեղական շրջանակները փորձում են Թրամփին մղել դրան, փորձեն օգտագործել անգամ տակտիկական բնույթի ատոմային զենք։ Նույնիսկ կարող է դրան հասնել խնդիր։ Խոսվում է այդ մասին, պատերազմի առաջին օրվանից խոսվում է այդ հնարավորության մասին։ Սա այնպես չի, որ սրանք միայն տեսություններ են։ Կա շրջանակ, որը այնուամենայնիվ փորձում է պատերազմ մղել, որ գնալ այդ հարցին, ռմբակոծել եւ ցավոք սրտի Իրանում հիմա խոսում են այդ մասին, հարաբերականորեն ասում են անհայրենիքներ, իրանական արտասահմանում տեղավորված ընդդիմությունը նախկին շահի որդու Փեհլևի կողմնակիցները Iran International անունով մի հեռուստաալիք կա լրատվական, որին Իրանում իրավացիորեն ասում են Israel International, որովհետև ֆինանսավորվում է Իսրայելի կողմից, դրա լրագրողները ուղղակի կամ անուղղակի խոսում են, անգամ դրանք են խոսում այդ անհայրենիքները, որ կարելի է անգամ ատոմային զենք օգտագործել ռեսուրս հղում կատարելով Թրումենին, որ ինչպես նա կատարեց։ Սրանք տեսություն են, տեսեք, կարևոր է մենք նկատի ունենք, սրանք վարկածներ են, սրանք տեսություն են։ Բայց միգուցե այդ վարկածներն իրագործվեն։ Միգուցե իրագործվեն, միգուցե չիրագործվեն։ Սառը դատողություն, սառը տրամաբանությունը հուշում է այն մասին, որ պետք է այնքան խելացի մարդիկ գտնվեն Միացյալ Նահանգներում միջազգային հանրության շրջանակում, որոնք ստիպեն Միացյալ Նահանգներին, նաև Միացյալ Նահանգների այդ որոշող նեղ շրջանակում, ես կասեի ինչու՞ չէ, նաև Իսրայելում, որոնք այնուամենայնիվ կկանխեն այդ քայլերը, գնալ նման ծայրահեղության, որովհետև դա համաշխարհային համակարգն է խախտելու,
այն հավասարություն, այն բալանսը, փխրուն բալանսը, որը գոյություն ունի դե ֆակտո գրված օրենքը, որը խոսում է այն մասին, որ այնուամենայնիվ միջուկային զենք չպիտի օգտագործել, դա այլևս ոչինչ կդառնա։ Եվ այն խաղաղության խոսույթներով, որ Թրամփը եկավ վարչը ուրեմն նախագահության, դրանք ուղղակի հոդս կցնդեն։ Հոդս ցնդել են արդեն, եթե մեկը մտածում էր, մեկը կարծում էր, թե Թրամփի նման քաղաքական գործիչը, էքսցենտրիկ քաղաքական գործիչը, որը մեծ հաշվով կախված է Իսրայելից, իսրայելական լաբին մեծ դերակատարություն է ունեցել նրա իշխանություն գալու գործում, եւ նա առաջին իր պաշտոնավարման առաջին շրջանում արդեն ապացուցել է, թե ինչպես է վարվում, ինչպես է գործում, գալու է ու ողջ աշխարհին բերելու է խաղաղություն, դա պարզամտություններ ուղղակի։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար։ Իսկ ես հիշեցնեմ, որ զրուցում է Իրանի հարցերով փորձագետ Արամ Շահնազարյանի հետ։ Շնորհակալություն մեզ հետևելու համար։